Աննորիորտվոյ ոգույն Սուրբ ամեն, հայր մեր օրերգինս ես, Սուրբ եղեցի անուն քո, եղեցի արքայություն քո, եղեցին գամ քո, որպես երգինս եւ երգրի, ըս հաց մեր հանաբազորդ, դուր մեզ այսօր, եւ թող մեզ բարդիս մեր, որպես եւ մեկ տոնք մեր ոսպարաբանած, եւ մի դանիրս մեզի փորձություն, արպրգյազ մեր ճարե, զիքո արքայություն, եզորություն եւ պարկը վիդյանս ամեն, ողջույն քեզ Մարիամ, Լիշնորոք Տերն քեզ, օրտնյալ ես դու իգանայս, եւ օրտնյալ է բդող որովայնի քո Հիսուս, Սրբի Մարիամ, Մայր Աստծո, Արախոսիավասը մեր մեղավորացս, այժմ եւ իժամու մահվան մերո ամեն, Պարքոր եւ օրտվո եւ ոգույն Սրբո, այժմ շեդյանս հադինից ամեն, Տակու իմասության, աղոտիավասը մեր, անհոր եւ օրտվո եւ ոգույն Սրբո, ամեն. Մի քանի օրեն կդոնենք Հիսուսի ծնունդը երբ որ կմտածենք այդ ծնունդի մասին Հիսուսի ծննդյան մասին ինչն է որ ամենն ավելի մենք ունենք մեր մտքին մեջ սրդին մեջ երևակայության մեջ ինչն է որ իրապես պետք է մեզ հուսե մեր կյանքը փոխե եւ կարիքը կա ամեն տարի նորեն եւ նորեն ծնունդ դոնելու Հիսուսին մի բան որ 2000 տարի առաջ տեղի ունեցած էր եւ երբ որ կանտրատանանք եկեղեցու առաջին 253 տարիվա պատմությանը կտեսնենք որ այդ առաջին 3 տարերին Հիսուսի ծնունդը չէր դոնվում Անշուշտ առաջին դոնը առաջին ինչ որ քրիստոնեությունը ամեն տարի բարիքը զգաց որ պետք է դոնե դա էլ Հիսուսի Չարչարանքը խաչը մահը հարությունը այսինքն փրկության պատմությունը սա է ամենակարևորը փրկության պատմությունը եւ հետո է որ սկսեցին մտածել հայտնության մասին եւ հայտնությունը մինչեւ ասկե 2 դար առաջ շատ ավելի կարևոր մի դոն էր քան Հիսուսի ծնունդը երրորդ չորրորդ տարին սկսեցին դոնել Հիսուսի ծնունդը այո եւ նույնիսկ Հայաստանի մեջ շատ կարճ ժամանակ ընդունվեց դեկտեմբեր 25-ը որպես Հիսուսի ծնունդի տոն, բայց այդ կաթողիկոսը մեծներսես երբ որ մահացավ, որովհետև ինքն էր որ ընդունած էր եւ ինքը լավ հարաբերության մեջ էր Հռոմի բաբին հետ, երբ որ ինքը մեռավ մորցվեցավ գնաց Ասկարաջ ասել եմ եւ նորեն կգրկնեմ Հիսուսի մարտեղությունը չափազանց կարևոր է եւ անշուշտ սա միայն 451 թվականին է որ վերջնական իր ծևը ստացավ մեկ անց երկու բնություն սա 451 թվականին
եւ Հիսուսի մարտեղությունը եւ ինչպես բացատրել այդ մարտեղությունը մինչեւ այսօր չափազանց մեծ խնդիր է այսօր տարերին ծածկում Հիսուսի Սուրբ Ծնունդը դոնվեց շարունակվեց դոնվել բանը ժամանակին մեծ բան հեգեցական բան մներ բայց կամաց այդ ամենը վերջեցավ վերջին մանավանդ 200-250 տարիներին տեսնում ենք որ հрьяաները բիզնեսի վերածեցին այս ամենը բայց որքան որ բիզնեսի վերածեցին բայց եւ այնպես մնաց հոն այդ ընտանեկան մասը որ սա ընտանիքին վերաբերյալ մի բան է եւ նաեւ կրթություն սույց տալ կրթություն ավելի աղքատին տնանքին եւ այդ ամենը ինչ որ եկեցին սկիզբեն միշտ մտածած էր եւ սորվեցած էր իսկ հիմա մենք ինչպես ապրում ենք ծնունդը սովետական տարիները շատ բան խանգարեցին այսօր 23 տարի որ ես խոսեմ եւ այդ 23 տարիների ընթացքում հակը խոսել եմ բայց իմ կարծիքովս միայն 5-6 ընտանիք կա որ դեկտեմբեր 25-ին ընտանեկան մթնոլորտ ստեղծե եւ Հիսուսի ծնունդը դանե որովհետեւ շաբթվա մեջն է հիմա այս արիսենք 5 շաբթի օր է մարդիկ աշխատանքի են եւ ասկե 15 տարի առաջ դեկտեմբեր 25-ը անպայման դպրոցների մեջը մի բան կանեին եւ ուրեմն երեխեքը չեն գարնար նույնիսկ պատարակի կալ պատարակը պետք է այսօր վերջը երեգույան թեմ անեինք որ աշակերտները եւ փոքրերը կարողանային կալ ինչ կարելի անել որպեսզի մենք ավելի շիտակ ծևով դոնենք Հիսուսի ծնունդը որոշ անցիկ այսինքն նույնիսկ կանաներ կսեն որ կանի որ մեծամասնությունը հունվար 6-ին է դոնում մենք եւս հունվար 6-ին դանենք եւ կան անշուշտ Հունաստանի մեջ որ իրենք հունվար 7-ին կդոնեն եւ ինչու հունվար 7-ը կդոնեն որովհետեւ մեգենիտ գիտեք ինչու հունվար 7-ը կդոնեն Ռուսաստանը պապան հույնը ուղղապարները ինչու հունվար 7-ին կդոնեն Ես չգիտեմ Իրականության մեջ հունվար 7-ը դեկտեմբեր 25-ը հինդեմարով ուրեմն 1500 թվականին 1600 թվականին բոլորը դեկտեմբեր 25-ին կդոնեին բայց միայն 1700-ական թվականին է որ երբ որ այդ հաշիվները որ արեցին եւ այդ հաշիվների համաձայն մենք տարիների ընթացքում օրեր գործընծած ենք եւ անորոմալ 1700 հիմա չեմ հիշել 38 կամ 58 այդ տարին Վատիկանը որոշեց որ սեպտեմբեր ամսվա մեջը 13-14 օր պիտի կրճատվի եւ ուրեմն 1758 առնենք թվականը
758 թվականին սեպտեմբերի 2-ին հետո ամիջապես եկավ 14-ը եւ այսեւով այդ տարիքների մարդիկ բավականին չայնացան, որովհետեւ անոնք որ վարձով դուն ունեին ասում էին անեն 10 օրվա համար պետք էին նման ամսական վճարել Պանիկա մեգա բզիկ բանը, բայց ուրիշ բան մնալ որ կար, որ եւ որ Վատիկանը այդպես որոշեց, շատ քիչ երկրներ ընդունեցին։ Ուրեմն որոշ երկրներ հինդոմարով ասեն բոլորն հապան եւ բական բան կաթողիկներն են կաթողիկը եւ ուրիշ գրոնքի հետ չէ կաթողիկներ որ Իտալիոյում մեջա նորդոմարը արդեն գար իսկ բան Բելգիա հինդոմարով էր ուրեմն մեկը կարող էր նորդարին եթե բաներլան Ինչպես որ հիմա կվադայի հին նորդարի ասիկա կար նաև կաթողիկների մեջը բայց կամաց է որ տարբեր երկրներ ընդունեցին նորդոմարը ինչպես նաև ասենք որ 1900 թվականի սկիզբներն էր որ Եգիպտոսը մամլական երկիր ընդունեց նորդոմարը մեկ հունվարը դոնել բոլոր միասին ինչպես եվրոպական երկիրները հոսե հինդոմարը նորդոմարը ուրեմն սա գրոնական մի բան չէ այլ բան քաղաքական մի բան է բայց նաև ուրեմն երբ որ կմտածենք սրա մասին կտեսնենք որ աշխարհը բացի հայերից աշխարհը քրիստոնյա աշխարհը դոնում էր Հիսուսի ծնունդը 25 դեկտեմբերին հինդոմարով կամ նորդոմարով իսկ հայերը որ դոնում էին Հիսուսի հայտնություն հունվար 6-ին երբ որ հինդոմարով էր Եվ մինչև այսօր Բեթղեհեմի մեջը հինդոմարով շարունակեն չեն գնալ փոխել Բեթղեհեմի մեջը իրենք Սուրբ Ծնունդը կդոնեն հունվար 19-ին որովհետև հունվար 19-ը հինդոմարով հունվար 6 է Բամ հասկացաք կամ օդին մեջ խոսիմ Ես հիշեցի մի քիչ գիտեի, Այո, հասկացանք։ հետո հիշեցի, որ իմացել էի։ Անցած տարի էլ էիք խոսել այս մասին, վարդապետ։ Անցյալ տարի, ինձ որտեղ լսել ես անցյալ տարի։ Էլի դուք եք պատմել։ Բայց ուր լսել ես ինձ։ Մենք այս բանը չունենք անցյալ տարի ասյամանակ ունենք։ Կարծեմ ձեզանից եմ լսել։ Ուրեմն առաջվա բանից ենք լսել, կրոնական դասերից ենք լսել։ Ինձ թվաց ձեզանից ենք լսել։ Կարող է եւ նաեւ կարող է որ եթե դուք Բայց անցած տարի դուք կայիք, վարդապետ ջան, դուք արդեն երկրորդ տարին է ինչ դասավանդում եք։ Այո, ձեզանից ենք լսել։ Ես էլ եմ հիշում։ Ես առաջին դարվա դասավանդության մեջ չգայի։ Ինչևէ, ուրեմն ով է ինչպես եք լսել խնդիր չէ։ Հիմա ուրեմն հուսամ ավելի հստակ իմացել մտքին մեջը այս ամենը։ Եվ
Հայաստանը Արաքելական եկեղեցին Հայաստանի մեջը ընդունեց նոր դոմարը սովետական ճնշումի տակ, որովհետև երբ որ ես փոքր էի հորդանանի մեջը դոնում էին 19 հունվարին, երբ որ ես դպրոց կերտայի, ուրեմն մամելականները մեր վրան կխնդային, սրով քանի անգամ Հիսուս կծնվի։ Կաթողիկները դոնում են հունվար դեկտեմբեր 25, հույները հունվար 7 եւ հայերը հունվար 19։ Քանի անգամ կզնի։ Բայց հիմա այսօր բացի Երուսաղեմից եւ բացի Բեթլեհեմից կառավարությունը հորդանանի կառավարությունը ստիպեց քրիստոնյաներին, որ մեկ օր ունենան Հիսուսի ծննդյան համար եւ մեկ օր ունենան հարության համար։ Բայց նաեւ նույնը գա Հունաստանի մեջը։ Հունաստանի մեջը այսօր կաթողիկները դոնում են ծնունդը հունվար 7-ին։ Եվ նաև դոնում են կներեք, ապահով չեմ ես հիմա, որ հունվար 7-ին է կամ ինչ է, բայց գիտեմ, որ մեկ թվական է, որ ամբողջ Հունաստանը մեկ թվական կընդունի որպես ծնունդ եւ մեկ թվական որպես հարություն։ Եվ ես ընդեղ ասկականներ ունիմ Հունաստանի մեջը, անշուշտ ասկականներս կաթողիկ են, եւ իրենք դեկտեմբեր հարությունը գիտեմ, որ միասին կդանեն։ Okay. Վերադառնանք դավանանքին, եթե հարցում ունեք, հարցրեք, եթե ոչ շարունակեմ։ Ուրեմն նայեցին մինչև հիմա աստվածության մասին, ոչ Հայր Աստված։ Իսկ հիմա կշարունակենք եւ կասենք, որ հավատում ենք եւ իմիդեր Հիսուս Քրիստոս, Որդին Աստծո, Ծնյալ Աստծո հորեմիածին, այսինքն Էուտենե հոր, Աստված Աստծո լույսի լույսով, Աստված ճշմարիտ Աստծո ճշմարիտ ծնունդ եւ ոչ արարած։ Բավական հոնդեղը բարեր կան, որ մի քիչ մեկնաբանության պետք ունենք։ Ուրեմն Հիսուս Աստծո որդին է, ծնյալ Աստծո, Աստծուց ծնված է, բայց մարդկային ձևով երբ որ կմտածենք, որ ծնված է, երկու խնդիր ունենք, մեկը ժամանակի խնդիրն է, որ եթե ծնված է, ուրեմն վերջն է, որ եղած է, եւ երբ որ գսենք, որ հայր կա, հայր եւ որդի, ուրեմն հայրը անպայման պետք է ավելի առաջ լինի, քան թե որդին։ Մեր մտածելակերպը, մեր հասկացողությունը այդպես է, որքան որ բացատրենք, դեռ սա
մենք կընտրենք միայն եւ միայն հավատքով եւ ոչ թե մեր ուղեղի հասկացողությամբ որքան որ փորձենք հասկանալ աշխատենք հասկանալ որ հավիտենականության մեջի ժամանակը գոյություն ունի եւ միշտ այդպես եղած է մի անգլիացի բան անգլիկան կսե եթե երկու քիրք ունիս որ միշտ վրավրայի եղած է երբեք չի եղել ժամանակ որ վրավրայի չեն ուրեմն այցեվով է եթե կփորձես հասկանալ որ այսպես է միշտ եղած է հայր եւ որդի բայց մեկը մյուսեն առաջ մեկը մյուսեն հետո չէ եւ որովհետեւ ժամանակի մասին չէ խոսքը հավիտենականություն է մեր ասածը ավասիկ ժամանակին դուրս մի բան է որ միան կհավատանք բայց կհավատանք որ այո երկուքն էլ հավիտենական են հավիտենականությունից երկուքն էլ գոյություն ունին եւ ստեղծված չէ նույն էությունը ունի նույն բնությունը ունի հայրը եւ որդին եւ օրե միացին այսինքն միան մեկად է ուրիշ չի գա մենք երբ որ խոսում ենք որ մենք մարդիկ մենք Աստծո զավակներն ենք բայց մեր հարաբերությունը Աստծո հետ ամբողջովին տարբեր է քան Հիսուսի հարաբերությունը որովհետև Հիսուս բնությամբ նույնն է իսկ մենք որտեղ գրված ենք մենք մարդկային բնություն ունենք իսկ Աստված մեզ տալիս է մեզ որտեղ դելով մեզ տալիս է հոգևորը որ սա մեզ որքան էլ մոդեցնում է Աստծուն բայց եւ այնպես դերևս մնում է այդ անհուն անձայրadzիր բանը հերավորությունը որ կա մեր եւ Աստծո միջեւ որքան որ մենք խոսում ենք որ մենք մգրտությամբ Աստծո զավակներ եղանք սուրբ հաղորդությամբ մենք լինում ենք մեկ Հիսուս լինում է մեկ մեզ հետ բայց Հիսուսի մարդեղության հետն է որ մենք իրապես միանում ենք իսկ աստվածությունը սա մեր հասկացողությունն շատ ավելի է եւ չեն կարող մենք ասել որ մենք մեր մեջ կա այդ նույնություն ինչ որ Հիսուս ունի ինչ որ Հիսուս հարաբերություն ունի որ ասել նույն էությունն է հոր եւ որդու էությունը նույնն է Աստված Աստծո լույսի լույսը Աստված ճշմարիտ Աստծո ճշմարիտ է այս բառերը երբ որ գործածում ենք եւ մենք ցույց ենք տալիս որ երկուքն էլ ունեն որովհետեւ այսօր երբ որ խոսում ենք Աստծո մասին Աստված լույս է եւ նույն լույսն է տարբեր լույս չէ որքան որ տարբեր անց է բայց տարբեր լույս չէ բայց նաեւ երբ որ ասում ենք որ Աստվածը լույսի լույսո չի նշանակել որ երկուքին լույսը իրար հետ խառնված է չէ նորեն այս ամենը ծունգի ուկանք եւ գսենք որ Աստվածին չենք հասկանում բայց գիտենք որ սա ճշմարտություն է եւ մենք ընդունում ենք այս ճշմարտությունը եւ ընդունում ենք որ եւ հայր Աստված է եւ որդին Աստված է այշուշ Սուրբ Օքինալ վերջը տեսնենք անիկա Սուրբ Օքինալ այո մեկ Աստված է
բայց 3 անց։ Եվ որքան որ ասում ենք հայր եւ որդի, մենք հասկանում ենք, որ ծնունդ այո, որ առաջ է գալիս Հոր Աստծուց, Հիսուս չէ, Սուպերտյան երկրորդ անձը առաջ է գալիս Հոր Աստծուց, բայց արարած չէ։ Հիմա մեզի համար այս ամենը ասելը, նորեն գրկնելը եւ ընդունելը եւ հավատալը բավականին հեշտ է։ Առանց որ հասկանանք եւ իրականության մեջը, մեր մտքին մեջը այլևս մեծ խնդիր չունենք, որքան որ չհասկանանք, խնդիր չունենք, բայց հավատացեք, որ եկեղեցու պատմության առաջին 3 դարերին կոնե ահագին խնդիր կար ուստեղ, որովհետև շատ շատեր չէին ուզել եւ չէին կարող ընդունել, որ որդին ամբողջությամբ Աստված է, որդին ստեղծված չէ։ Սա իրապես այնքան խանաշփություններ կա։ Եվ եթե մենք այսօր, երբ որ տեսնում ենք մեր 4 կողմը, փոխկականներուն հազարավոր տեսակները, եւ մենք կզարմանանք ինչու բոլորը չեն ընդունիր, ինչ որ կաթողիկ է եւ ուղղափառ եկեղեցին սորվեցնում են, ինչու չեն ընդունում այդ ամենը, զարմանալի չէ, որովհետև հեշտ չէ մեկ կողմեն, իսկ մյուս կողմեն խառնագիչը կա անշուշտ, սատանան որ խառնում է եւ ինքը չուզեր որ մարդիկ համաձայնության մեջ լինեն եւ այդ համաձայնության բակասն է, որ մեզ այսօր ստիպում է որ ամբողջովին դարբեր ձևով ամեն մեկերնից դարբեր ուղղությամբ երտանք եւ այսօր նույնիսկ ասենք որ ուղղափառ եկեղեցին եւ կաթողիկ եկեղեցին դրեն ուղղափառ եկեղեցու մեջը կան անցիկ կան մասեր որ ուզեն միանալ եւ փնտրում են ծևեր փնտրում են որ կարողանան մանավանդ մեր Լևոն Կանաբեդի այցելությունը բավական որ 60 տարի ակին խոսակցություններ բաներեն հետո հիմա ավելի մոդիկություն կա, չկա չէ, բայց հիմա ամենամեծ խնդիրը այն է, որ Ռուսաստանի եկեղեցին ամբողջովին հակառակ է, ոչ թե կաթողիկներուն հակառակ է, այլ հակառակ են իրենք իրարու մեջ։ Ասկե մի քանի տարի առաջ էր գործեցին բոլոր ուղղափառ եկեղեցիները միասին համաժողով կազմակերպեն, սկիզբը լավ աշխատեց, բան աշխատանքը պատրաստության աշխատանքը լավ ընթացավ, բայց հետո Մոսկվան քաշվեց եւ իրենց հետ քաշվեց բոլոր այդ եպիսկոպոսները, որ Մոսկվային կապված են։ Հավատում ենք, որ Հիսուս Քրիստոս Աստծո որդին է, նա նույնպես Աստված է, նույն բնություն ունի, այսինքն նույն էությունից է, ինչպես Հայր Աստված է։ Երբ ասում ենք ծնվել, մարդկային առումով միայն հասկանում ենք, որ մեկը ավելի առաջ է գոյություն ունեցել։ Մարդկային ընկալումն է, բայց մեր հավատը ասում է ծնունդ եւ ոչ թե արարում։ Այո, ծնվել է, բայց ոչ արարվել։ Փորձենք նորից բացատրել, որքան էլ խոսենք ծնունդի մասին, այնուամենայնիվ այս ամենը մի հարց է, որ ժամանակից դուրս է։ Երբեք չի եղել մի բան, որ մեկը Մույսից առաջ լինի եւ հետեւաբար մեկը Մույսի շարժարիտը լինի։ Հավիտենականությունից սկսած, այսինքն միշտ էլ միաժամանակ եւ միասին գոյություն են ունեցել եւ ունեն եւ Հայրը եւ Որդին։
Որդի Աստվածը նույնպես Աստված է, ինչպես Հայրը, եւ որդի Աստված նույնպես լույս է, ինչպես Հայրը։ Երկուսն էլ ճշմարիտ Աստված են, մեկը Մույսից տարբեր անձինք, սակայն նրանք իրապես մեկ Աստված են։ Նույնինքն իպոնտեն է հոր։ Երբ ասում ենք Աստված եւ մտածում նրա բնության մասին, ապա պետք է հասկանանք, որ Աստծո բնությունը չի կարող արարված լինել։ Ով եւ որովհետեւ որդին նույն բնություն ունի, ինչ Հայրը, ապա երկու անձերն էլ, ինչպես նաեւ Սուրբ Ոգին, չեն արարվել։ Եվ հավատամքը շարունակվում է, նույն ինքն իպնուտեն է հոր, որով ամենայն ինչ եղավ, երգինս եւ ի վերա երկրի, երևելիք եւ աներևույթ։ Սուրբ Պողոսը շատ խիտ բարերով այս ամենին մասին խոսում է եւ մեզ տալիս է բացատրություն, բայց նաեւ այդ նույն բացատրությունը տեսնում ենք Հովհաննեսի գրության մեջը, Հովհաննեսի ավետարանի առաջին դողերի մեջը տեսնում ենք այսա, որ ամեն ինչ որ գոյություն ունի, եղած է երկրորդ անձի, սուպերիորության երկրորդ անձի միջոցով։ Ստեղծողը նորեն սա մարդկային մեր մտածելակերպը խառնաշփոթ է, մեր մտածելակերպը խառնաշփոթ է եւ այս ամենը չեն կարող տեղավորել մեր մտքին մեջը։ Ինչ որ սովորում ենք Հովհաննեսի ավետարանին, որ Հիսուս Աստծո խոսքն է եւ նաեւ քանի անգամ ասել եմ, որ Աստված ամեն ինչ ստեղծեց խոսքով, խոսքը Աստծո խոսքն է, հոր խոսքն է, որքան որ երեք անձինք միասին են, բայց եւ այնպես Հայր Աստծո խոսքն է, որ որդի Աստված է։ Սա է խորքը մեր հավատքին, որ հավասիկ Աստծո ամբողջ գիտությունը, Աստծո ամբողջ ասելիքը միայն մեկ խոսք է, խոսք նաև ասել եմ ասկի առաջ հայերենով մենք բան բառը գործածում ենք, հունարենով լոգոս, իսկ եբրայերենով դավար, բայց լատիներենը վերբում, բայց վերբումն ալ ուրիշ մի բան պրոբլեմ ստեղծում է, որ է պայ, գործողություն, խոսք, բայց խոսքը գործողություն է, որ ամեն ինչ անում է, իր միջոցով է, որ լինում է ամեն ինչը, անողը Հայրն է, Հիսուսի միջոցով է լինում, եւ Սուրբ Պողոս մեզ ասում է, ոչ միայն իր միջոցով է, որ լինում է, այլ իրեն համար է, որ լինում է այս ամենը, ամեն ինչ որ ստեղծված է որդու համար, եւ Սուրբ Հոգու գործը այդ ամենը համերաշխության մեջ բահելն է, եւ հաղորդություն, եւ հաղորդակցություն, եւ հիմա որ մեղքը կա աշխարհիս մեջը, ուրեմն վերջո, նորեն ինչ որ Սուրբ Պողոս մեզ սովորեցնում է, այն է որ վերջո Հիսուսի հաղթանակը, որ տեղի ունեցավ խաչին վրա, եւ Հիսուս հաղթեց եւ մեղքին, եւ սատանային, եւ մահվանը, այդ ամենը որ ինքը կարողացավ իրականացնել,
ուրեմն ամբողջ ինչ որ ստեղծված է իր Ռամանի դակ երբի բանտրենք իր Ռամանի դակը իր դրամատրության դակ պիտի բայց ինչ պիտի այդ ամենը պիտի վերադարձնե հոր Աստծուն հոր Աստծո համար հայր Աստվածն է որ այդ ամենը անում է ինքն է հայրը իր մեջ է բոլոր հայրությունները եւ Հիսուս ինքն է որ դերն է ամեն ինչին իրեն համար եղած է այդ ամենը եւ այդ ամենը պիտի ինքը առնե եւ վերադարձնե հոր Աստծո Եվ որ կսենք առնել, վերադարձնել, բանը ժամանակ է աս ամենը, բայց անշուշտ մենք հավատում ենք, որ ժամանակ չէ խնդիրը, ժամանակեն դուրս է, ժամանակեն դուրս ելնում է, որովհետև վերջո ժամանակը, ինչպես որ Աստված սկսեց ժամանակը, նույն ցևով ժամանակը վերջ պիտի ունենա։ Եվ հավիտյանությունը պիտի լինի, ինչպես որ է եւ պիտի լինի նույն ցևով։ Եվ այսպես որ ասկի առաջ ասել եմ եւ ուրեմն Աստված ստեղծեց ամեն ինչ որ գոյություն ունի։ Եվ այս ամեն ինչ որ գոյություն ունի եւ երևա ինչ որ չերևա հոգեվոր եւ բանը սա չափազանց կարեւոր մի կետ է որովհետեւ երբ որ բան 5 դարանի մարդկանց հարցնելու լինեիր եթե որևէ մի բան գոյություն ունի որ Աստծուց ստեղծված չէ, քեզ գսեն ոչ չկա այդպիսի բան։ Եվ որքան որ իրենց չորս կողմը մարդիկ մտածում էին տարբեր չաստվածներ, որ գրվում են իրարու հետ եւ իրար չախճախում են, բայց հրյան իր հավատքը այն էր, որ ամեն ինչ ստեղծված է հոր Աստծո կողմից։ Եվ որ խոսենք սատանայի մասին, այո կբացատրենք, որ Աստված իրենց այսինքն հրեշտակներին մի կերպ ազատություն տվեց ընտրելու եւ սա հավասիկ մի բան է, որ չեն կրնար ամբողջությամբ հասկանալ, բայց Աստված որ ամենակարող է, անշուշտ ինքը իր ցև ունի, որքան որ մենք չենք հասկանալ։ Ուրեմն ինչպես եղավ որ հրեշտակները որ ժամանակի մեջ չեն, ժամանակեն դուրս են եւ կարողացան ընտրություն անել։ Ինչ այդ խորհուրդը մենք չենք հասկանալ, բայց կկրկնենք եւ նորեն գսենք, որ Աստված ստեղծեց բարի միայն։ Աստված չի կրնար չարը ստեղծել։ Աստված միայն բարին ստեղծել եւ ամեն ինչ որ ինքը ստեղծեց բարի էր եւ լավն էր։ Բայց ինչպես Աստված հնարավորություն տվեց, որ հրեշտակները, այսինքն հոգեվոր արարածները ժամանակ ունենան եւ որոշում կայացնեն, չենք հասկանալ։ Բայց գիտենք, որ իրենք ազատության մեջ էին եւ իրենց ազատության մեջը նախընտրեցին Աստծո թեմ ապստամբել։ Եվ նաեւ, երբ որ մենք կարդում ենք Աստվածաշունչը, նաեւ տեսնում ենք, որ հոն բայկար է լինում Միքայել հրեշտակապետը ինքն է որ Աստծո կողմն է եւ հոն Լուսիֆերն է որ ապստամբած է այս
երկնային այդ փախումները ինչ են, ինչպես են, չենք գիտեր։ Մենք գիտենք, որ Աստված բարին ստեղծեց եւ մի հնարավորություն տվեց, որ իրենք ընդունեն Աստծո բարությունը կամ ապստամբեն եւ իրենք ապստամբեցին, ինչպես որ նույնը դրվեց մարդուս, բայց երբ որ խոսենք մարդու մասին, մենք եզի համար հեշտ է հասկանալ, որտեղ մենք ժամանակ ունենք եւ ժամանակին մեջ մենք կարող ենք մեր միտքը փոխել եւ մենք նախընտրեցինք եւ ոչ միայն մեր հայրերը նախընտրեցին, մենք եւս ամեն անգամ որ մենք սխալը գործում ենք, մենք նախընտրում ենք նույն նախնդրանքը, որ Ադամ եւ Եվան արեցին։ Նախադրեցին իրենց գիտելիքը, իրենց հասկացողությունը Աստծո գիտելիքին եւ հասկացողության դեմ։ Ուրեմն ամեն ինչ ստեղծված է եւ ամեն ինչ լավ ստեղծված է, բայց այնտեղ մի խորհուրդ կա, որ մենք ինչ որ անենք, ով որ լինի, որ ցեզի բացատրություն տա, մենք պետք է գիտենանք, որ այս ամենը քուշակություններ են, որովհետև Աստվածաշունչը որոշ բաներ տնում է, Աստվածաշունչին մեջը, մանավանդ բանի կրկին մեջը, Դանիելի կրկին մեջը, կարդում ենք այս բաների մասին մի քիչ, բայց կմնա խորհուրդ։ Եվ խորհուրդ երկու իմաստ է, մեկը դեռ արեղծված եւ մյուսը որ այնքան խորն է, որ որքան հասկանաս, էլի ամբողջությամբ չես հասկանալ։ Վերջը շարունակում ենք, որ հակս մեր մարդկան եւ վասներով բրգության իջեր երնից մարմնացավ, մարտացավ, ծնավ, կատարելապես Մարիամա սրբով ուսեն հոգով սրբով, որով է մարմին, հոգի եւ միտ եւ զամենայն, որ ինչ է մարդ, ճշմարտապես եւ ոչ կարծոք։ Ուրեմն առաջին 2-3 տարերին հատուկ կերպով մեծ խնդիր կար այս գեդին շուրջը, որովհետև գնոստիկական կրանքները ասում էին, որ նյութը վատ բան է եւ Հիսուս ոչ թե իսկապես մարմին արավ, մարմնացավ, այլ միայն երևույթ էր եւ ոչ թե իրականություն։ Եվ անշուշտ Աստվածաշունչը եւ նաեւ եկեղեցու հայրերը ասեցին, որ ոչ այդպես չէ, իրապես մարմինը։ Եվ այս խնդիրը Հովանեսի Արաքյալի կյանքի վերջավորության չափազանց մեծ խնդիր ինքը ուներ իր ժամանակվա այդ մարդկանց հետ, ովքեր առաջ կուզեին մղել ասելով, որ այս ամենը միայն երևակայական բան է, բայց տեսնում ենք, որ սկիզբեն եկեղեցու հայրերը այս ամենուն հակառակ եւ Տերտուլյան բանը ասացապանը ասում է, որ եւ սա որպեսզի ավելի լավ հասկացվի, հոս է, որ Մարիամի թերը չափազանց կարևոր է եւ Տերտուլյանը ասում է, որ ոչ թե Աստված Մարիամին կործացեց որպես մի խողովակ միջոց իր մեջ դուրս գալու համար, այլ իրապես մարմին արավ Մարիամից Սուրբ Հոգու
միջոցով։ Սա 20-րդ դարուն սրա հետևանքները մենք տեսնում ենք եւ նաեւ ինչպես որ գիտեք մեզանից յուրաքանչյուրը երբ որ մեր ծնողը մեզ հղիացան մենք եւ մամայեն եւ բաբայեն 23 քրոմոզոմ գսեն որ ընդունեցինք եւ Հիսուսի համար այդ չկա դղամարդու ներդրումը չկա եւ սա պաստողը մի հրյա գիտնական է ուրեմն ուսումնասիրելով վարշամակը եւ արյան հետքերը որ կան ոնդեղը մեզ բացատրում է որ ոչ դղամարդու ներկայությունը չկա Հիսուսի արյան մեջը այսինքն Հիսուսի էության մեջը ուրեմն սա ցույց կտա Մարիամի կարևորությունը եւ որքան սկիզբը եւ մինչեւ այսօր Մարիամին գուզեն մեկտի տնել Մարիամին մեկտի տնելով ամբողջությամբ մենք Հիսուսին չենք կարողանում շիդակցելով հասկանալ որ ճշմարտապես մեզի բես է ամեն կերպ բացի մեղքից եւ ուրեմն նաեւ մի բան որ պետք է լավ հասկանանք այն է որ Հիսուսի մեջը գար երկու գիտակցություն երկու կամք մեկ անձեր բայց ուներ երկու կամք աստվածային կամքը աստվածային գիտությունը եւ կար մարդկային կամքը մարդկային գիտությունը եւ մարդկային կամքը ամբողջությամբ հնազանդության աստվածային հնազանդությանը աստվածային կամքին միացած էր այդ աստվածային կամքին միացած էր եւ դրա համար է որ երբ որ խոսում ենք փորձության մասին փորձությունը արտաքին բանը չէ եւ դերասանություն չէ ինչպես նաեւ իր չարչարանքը խաչը մահը դերասանություն չէ ոչ թե Հիսուս երբ որ իրեն ցաղում էին եւ կամում էին ինքը օքեյ ուզածնի դրեք ես վաղ հարություն բիդարնեմ այդ ծևով չէր որտեւ իր գիտելիքը սահմանապակ էր որպես մարդ բայց իր մեջ կար այդ անձայրածիր վստահությունը որ հանդեպ եւ ինչու եւ հոս է որ երբ որ մենք ուզենք ուսումնասիրել Հիսուսին կյանքը հոս է որ մենք ամեն ինչին կարևորություն տանք եւ Հիսուս որպես մարդ կարիքը ուներ այդ ամեն աղոթքներին որ ինքը անում էր քիշերներ որ հասկացնում էր աղոթքին մեջը ինքը այդ ամենին կարիք ուներ որպեսի այդ ամենը իրեն օգներ որպեսի կարողանա միացնել իր կամքը որ Աստծո կամքին որտեղ փորձությունը իրական էր խաղալիք չէր եւ այդ մտքին մեջ է նորեն այդ ամենը որ հստակ չէր այո հստակ չէր վստահություն էր որ ինքը ուներ իր հոր հանդեպ որովհետև
մինչև վերջը գաղութել։ Եվ նաև ինքն է, որ մեզ ասում է, հսկեցեք, աղոթեցեք։ Եվ մենք պետք է աղոթենք եւ շատ աղոթենք եւ միշտ վստահենք իրեն։ Այսօր 2026 թվականը շատ հնարավոր է, որ չափազանց տագնովրա դարի լինի։ Երրորդ համաշխարհային պատերազմ գսեք ու ինչ որ գսեք, բայց չափազանց վատ դարի կարող է որ լինի։ Եվ ինչ կարող ենք անել։ Ոչինչ։ Եվ մեր աղոթքը չպիտի գեցնե այդ ամենը։ Եվ երբ որ այսևով անենեմ, գսեմ, եթե աղոթքը կարողանար այդ ամենը գեցնել, Padre Pio-ի, Սուրբ Պիոյի աղոթները անպայման հիանալի, հրաշալի բանը, սուրբը, որ այնքան գաղութեր եւ այնքան մոդիկ էր Աստծուն, իր աղոթները չգեցուցին պատերազմը, չգեցուցին գերմանացիներին։ Եվ մենք եւս շատ հնարավոր է որ քալդարի ահագին խնդիրների մեջ լինենք եւ պիտի աղոթենք, բայց աղոթքը ինչ է, ինչի համար պիտի աղոթենք, ինչ պիտի խնդրենք։ Պիտի խնդրենք խաղաղություն անշուշտ, բոլորս ալ կուզենք խաղաղություն, բայց որքանով խաղաղություն պիտի ունենանք չենք գիտեր։ Եվ այսօր մի քանի ամիս է ի վեր այնքան դագնու վրա լուրեր կան 4 կողմը։ Եվ այսօր երբ որ գնայինք Ռուսաստանի խնդիրները տարբեր երկրների մեջը բավականին մտահոգիչ են այդ ամենը։ Ինչպես պիտի վերջանա, չենք գիտեմ, բայց կարևորը մենք եւ մեր հարազատները մենք կարողանանք ընդունել Աստծո կամքը մեր կյանքի մեջը։ Ինչպես այդ 44 օրվա պատերազմը որ տեղի ունեցավ, որքան աղոթեցինք, բայց այդ պատերազմը տեղի ունեցավ եւ մենք ոնդեղը քանի հազար հոգի կորսնցեցինք եւ այդ կորսնցածեն մեր նոներեն զատ անոր կրգինը եւ ավելին մինչեւ այսօր տարաբում են, չէ, կորսնցին իրեն ցերկերը, ոտքերը, դունը, ինչեր ու ինչեր։ Okay? Ուրեմն ինչ պիտի խնդրենք։ Պիտի խնդրենք ուժը, որովհետեւ մենք քրիստոնյա ցևով կարողանանք ընդունել այդ ամենը եւ ասած մեզի դա պետք եղած եւ մտքի պայծառություն եւ մեզի դա կամքի ուժ, մեզի դա աղոթքի սերը, որովհետեւ մենք ընդունենք Աստծո կամքը մեր կյանքի մեջը։ Մենք ոչ թե պիտի փոխենք Աստծո կամքը, մենք պիտի խնդրենք, որ մենք փոխվենք, մենք ընդունենք Աստծո կամքը այս յուրաքանչյուրի կյանքի մեջը։ Բավականին միշտ դժվար ժամանակներ եղած են, բայց կա եղած է ժամանակներ, որ ավելի դժվար եղած է։ Ուրեմն գիշենք, ասկե 4 տարի առաջ էր, չէ, այդ 40 օրվա պատերազմ, 44 օրվա պատերազմը որքան ավելի դժվար էր։ Այսօր քիչ ավելի դարբեր է, բայց կարող է գալիք օրերը շատ ավելի վատ լինեն, չենք գիտեր։ Մենք ուզենք, որ Աստված մեզ օգնի, որովհետեւ մենք կարողանանք ընդունել իր կամքը եւ քաջալերել, մենք մուսին քաջալերենք եւ աղոթենք, որ Աստված մեզանից յուրաքանչյուրին օգնի, որովհետեւ մենք մեր լավագույնը անենք ոչ թե մենք մեզ համար, այլ մեր շրջանագին համար։ Մենք լինենք փարոսներ հավատքի, հույսի, սիրո։ Այսօր ասկան, հարցումներ ունեք։
Հա, վարդապետ ջան, մի փոքրիկ հարց ունեմ այս թեմայի շուրջ։ Եփրեմ Ասորին հետաքրքիր արտահայտություն ունի, թե ինչպես սղացավ Մարիամը, ասում է քո լսելիքի միջոցով մարդացավ Աստված։ Լսելիքի միջոցով, այսինքն քանի որ նա բանն Աստված է, դրա համար է օգտագործում այդ բառը։ Շատ խորն է Աստվածամայրը լսեց Աստծո խոսքը եւ այդ խոսքը դա բառը բանը լոգոսը վերբումը Աստվածամայրը այդ ամենը ընդունեց եւ այդ ամենը Սուրբ Հոգու միջոցով արավ մարմին իր մեջը եւ սա որքան կարեւոր է եւ այս ամենը Մարիամը ընդունելով հղիացավ եւ 9 ամիս վերջը ծնունդ տվեց Հիսուսին եւ այսօր եկեղեցին է որ Մարիամը այդ եկեղեցու դիբարն է այսօր եկեղեցին եւս մինչեւ վերջը ստիպված է կարդալ ընդունել մտածել աղոթել Աստծո խոսքը որովհետեւ Աստծո խոսքը մեռած խոսք չէ քրքի մեջը այդ ամենը գենտանի է եւ եբրայեցիների նամակի մեջ գրված է որ ավելի սուր ավելի աստու կան երկսայրի սուրը եւ սա չափազանց բան կարեւոր է որ եկեցին այս ամենը մինչև վերջը ամեն մի թար ամեն մի տասնամյակ ամեն տարի նորեն եւ նորեն այս ամենը ընդունի իր մեջը եւ այս ամենը եկեցու միջոցով լինի ճշմարիտ հացը որ մենք ուտում ենք հոս է որ փոխկականները անոնք որ չեն ընդունիր բادرակը եւ չեն ընդունիր Հիսուսի ներկայությունը հաղորդյան մեջը իրենք գասեն որ հացը որ պիտի ուտենք Աստծո խոսքն է որ մենք ընդունում ենք մեր մեջը եւ մենք այդ մեր մեջը մարմին առնում է լինում է ճշմարիտ Որսանցինք Մի քիչ ստասենք երևի դուրս ընկա։ կամալ հետո պիտի պատի դե եւ լսե ուրեմն մենք որպես եկեցի պիտի մտածենք պիտի աղոթենք եւ մեր մեջը մարմին պիտի առնե Աստծո խոսքը այս է որ պետք է աշխատենք ավելի լավ հասկանալ եւ սա իրականության մեջ է նաեւ բادرակի մեջ չափազանց կարեւոր է որովհետեւ մենք որքան որ ինչ որ կարտացվում է բادرակի մեջ այնքան էլ կարեւորություն չենք տալիս բայց Աստվածաշունչեն ինչ որ կարտացվում է եւ քարոզը որ դրվում է չափազանց կարեւոր մաս գազմում է բادرակին որովհետեւ այդ սեղանը որ մեզ արժեվ դրվում է onka երկու գերագուր մեկը մեր մտքին համար մեր սրդին գալիս է իսկ մյուսը այդ միությունն է որ տեղի ունենում մեր եւ Հիսուսի միջեւ Okay ուրիշ հարց Եթե հարց չունիք բարի գիշեր ասեմ բարի գիշեր ձեր բոլորին
Բարի գիշեր։ Բարի Բարի գիշեր, գիշեր, հայր ամտար, լավ գացին։